Խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ Washington Times-ն է անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել վիզաների տրամադրումը դադարեցնելու նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը։ Երկրների թվում է նաև Հայաստանը։ Ռուսական ցորենն ու գազը եկել են Հայաստան, անցել Ադրբեջանով։ Ճամբարակի դեպքի շուրջ շահարկումները չեն դադարում, լրատվամիջոցները հրապարակում են վարկածներ, գերատեսչությունները հերթով հերքում են։ Ամերիկան կհեռանա ներողություն խնդրելով Իրանի մեծ ժողովրդից, իրանցի պաշտոնյաները մեղադրում են Վաշինգտոնին դիվանագիտական լեզուն չօգտագործելու մեջ։ Իսրայելական Ե1 թաղամասը եվրոպական աշխարհի դժգոհությունն է առաջացրել, քննադատում են հերթով պահանջում դադարեցնել նախաձեռնությունը։ Իսրայելի վարչապետը կարմիր ծանուցում կստանա, Թուրքիան դիմում է Ինտերպոլին, պահանջում հետախուզում հայտարարել։ Խոհանոցային կրքեր, ռոմանտիկա ու սիրված դեմքեր։ Մի քթալ սեր, գիրք ու ֆիլմ, որ հավակնում են դառնալ այս աշնան ֆավորիտները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրանոյ Կուրղինյանն եմ, բարև ձեզ։ Անցած օգոստոսին նախագահ Թրամփը Սպիտակ տանը կայացած պատմական որակված հանդիպմանը փորձեց օգնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Washington Times թերթում վերլուծաբան Դարեն Սպիքն է անդրադարձել թեմային, գրելով, թե գործընթացի առանցքային բաղադրիչը խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի և Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց։ Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TTIP և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Հետևաբար նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TTIP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունը օգտագործել պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Մեծամորի ատոմակայանի փակումը կհանգեցնի այլ պետություններից երկրի էներգետիկ կախվածության ուժգնացման, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մեծամորի կայանը այսօր հանրապետության կյանքում համակարգված տարի դեր է կատարում, արտադրելով էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ը, մատչելի էլեկտրաէներգիայի կայուն գեներացումը թույլ է տալիս Հայաստանին երկար տարիներ շարունակ զարգացնել արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց, ասված է մեկնաբանությունում։ Ժամանակակից աշխարհում, հատկապես եվրոպական մի շարք երկրների էներգիայի վերականգնվող աղբյուրներից անցում կատարելու անհաջող փորձերի ֆոնին, խաղաղ ատոմը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոններից մեկն է։ Սեփական ԱԷԿ-ի փակումը այլ երկրներից պետության կախվածության աճից բացի էներգետիկայի ոլորտում չի հանգեցնի ոչնչի։ Ակամայից հարց է ծագում, ինչ նպատակներով են միջազգային խաղացողները, որոնք են զարգացնում ատոմային էներգետիկան, ժամանակ առ ժամանակ հանդես գալիս ռուս-հայկական ատոմային նախագծի դեմ։ Գեղարքունիքի մարզում Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած վրաերթին զինվորների միջև ձեծկրտուկ չի նախորդել։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն կրկին հերքում են տարածել մամուլում շրջանառվող լուրերից մեկի վերաբերյալ։ Նշենք, որ հակագազներով վազելու մասին մի քանի օր առաջ էին լուրեր շրջանառվել, բայց Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն դրանք հերքել էին։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հերթական բեռնափոխադրումն է իրականացվել 630 տոննա քաշով 9 վագոն ցորեն և 36 տոննա քաշով 1 վագոն պրոպան-գազ է Ռուսաստանից Հայաստան ուղարկվել։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի տարածմամբ Ռուսաստանից առ այսօր Հայաստան է ուղարկվել շուրջ 42,000 տոննա ցորեն, 9,000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան-գազ, 133 տոննա ալյումին, 67,000 տոննա փայտանյութ և 1114 տոննա ածուխ։
Միացյալ Նահանգների Դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու Թրամփի վարչակազմի որոշումը։ Հիշեցնեմ, Պետդեպարտամենտն այս տարվա հունվարին մտցրած սահմանափակումների հիմնավորման մեջ նշել էր, թե 75 երկրների քաղաքացիները մեծ հավանականությամբ կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար եւ ԱՄՆ-ում օգտվել սոցիալական աջակցությունից։ Խոսքը վերաբերում էր ներգաղթի վիզաներին եւ չէր տարածվում ԱՄՆ տուրիստական եւ ժամանակավոր այլ վիզաների տրամադրման վրա։ Հիմա կարճ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում, հեռու մի գնացեք։ Ամերիկան կհեռանա ներողություն խնդրելով Իրանի մեծ ժողովրդից, իրանցի պաշտոնյաները մեղադրում են Վաշինգտոնին դիվանագիտական լեզուն չօգտագործելու մեջ։ Իսրայելական Ե1 թաղամասը եվրոպական աշխարհի դժգոհությունն է առաջացրել, քննադատում են հերթով պահանջում դադարեցնել նախաձեռնությունը։ Իսրայելի վարչապետը կարմիր ծանուցում կստանա, Թուրքիան դիմում է Ինտերպոլին, պահանջում հետախուզում հայտարարել։ Խոհանոցային կրքեր, ռոմանտիկա ու սիրված դեմքեր։ Մի քթալ սեր, գիրք ու ֆիլմ, որ հավակնում են դառնալ այս աշնան ֆավորիտները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, շարունակենք։ Միացյալ Նահանգների սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի Իրանին, որն ուժով կարձագանքի ցանկացած նոր հարձակման, հայտարարել է Իրանի նախագահը։ Մենք կդիմադրենք նրանց մինչև վերջին շունչը եւ ջախջախիչ պատասխան կտանք, ասել է Մասուդ Փեզեշքյանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանը ուժի եւ արժանապատվության դիրքում է։ Պատերազմը պետք է ավարտվի ինչ-որ պահի, ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, քանի դեռ մենք ուժի եւ արժանապատվության դիրքում ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնագրում չեն կարողանում գտնել նույնիսկ մեկ կետ, որը վկայում է հանձնվելու մասին։ Բոլոր պարտավորությունները մյուս կողմում են։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող պատերազմին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին ստիպելու են ներողություն խնդրելով հեռանալ տարածաշրջանից։ Ամերիկացիները ապացուցում են, որ անհաղորդ են դիվանագիտության լեզվին, ուստի չեն պատրաստվում չեղարկել պատժամիջոցները, ապա սառեցնել ռեսուրսները կամ դադարեցնել ծովահենությունը։ Սակայն պատմությունը դեռ կհաստատի, որ ուժի կիրառմամբ անհնար է կոտրել Իրանի ոգին։ Մենք դեռ կստիպենք նրանց հեռանալ տարածաշրջանից, ներողություն խնդրելով Իրանի մեծ ժողովրդից։ 8 երկրի արտգործնախարարներ վճռականորեն դատապարտել են Իսրայելի պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունը եւ մերժել Ե1 բնակավայրի կառուցման ծրագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները։ Իսրայելի կառավարության հերթական նախաձեռնությունը Ե1 բնակավայրի նախագծի շրջանակներում շինարարության մրցույթներ հայտարարելու որոշումը Եվրամիության կողմից անընդունելի է դիտարկվել։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն է անդրադարձել որոշման հնարավոր հետևանքներին։ Մենք արդեն վաղուց հանդես ենք գալիս այս քայլի դեմ։ Այն խաթարում է երկու պետությունների ստեղծման լուծումը, քանի որ բաժանում է Հորդանան գետի արևմտյան ափը եւ խախտում պաղեստինյան տարածքների տարածքային ամբողջականությունը։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք երկու պետությունների ստեղծման լուծման հիման վրա արդարացի եւ տևական խաղաղության հասնելուն։ Թուրքիան մտադիր է դիմել Ինտերպոլին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կարմիր ծանուցում թողարկելու պահանջով։ Պատճառը Իսրայելի կողմից 2026 թվականի մայիսին Գազայի հատվածի համար հումանիտար բեռներ տեղափոխող Global Sumud նավատորմի կալանումն ու 40 տարբեր երկրներ ներկայացնող 430 ակտիվիստի կալանավորումն է Անկարայի այս քայլը հաջորդում է Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանի կողմից Նեթանյահուին ձերբակալելու վերջերս արձակված օրդերին։ Ուկրաինական ԱԹՍ-ները Սամարայի մարզում հարվածել են օզոնի լոգիստիկ համալիրին, վնասներ է կրել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Տուժել է մի քանի մարդ, նրանց թիվը չի ըստակեցվում ավելի ուշ, օզոն ընկերությունը հայտնել է, որ ցանցը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Ռուսական անօթաչուները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայրենի քաղաքի Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին։ Հարձակման ընթացքում 16 մարդ զոհվել է, 100-ից ավելին վիրավորվել։ Առևտրի կենտրոնում գործող խանութները հրդեհվել են։ Ուկրաինայի նախագահը X-ում կատարած գրառման մեջ նշել է, սա միտումնավոր ահաբեկչություն է։ Ռուսաստանը ցանկանում է ապրելու համար ոչ պիտանի դարձնել ուկրաինական քաղաքները։ Վերջին 24 ժամվա ընթացքում մեր ստորաբաժանումները հարվածել են Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է ռազմաճակատի գծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Հարված է հասցվել նաև Սամարայի մարզի լոգիստիկ կենտրոնին։ Մեր ստորաբաժանումները նաև զենք են օգտագործել Սև ծովում, կան նախորդ հարվածների հաստատված արդյունքներ։ Սակի օդանավակայանում ոչնչացվել է 1 Սու-24M ինքնաթիռ և 4 օդանավակայանի սարքավորումների միավոր, իսկ Բրյանսկի մարզում ոչնչացվել են անօթաչու թռչող սարքերի կառավարման ռելեներ, որոնք օկուպանտները օգտագործում են իրենց անօթաչու սարքերը Ուկրաինայի խաղաղ քաղաքներ և գյուղեր ուղղորդելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենևին էլ դեմ չէր լինի երրորդ ժամկետով առաջադրվելուն, եթե իհարկե երկրի օրենքները փոխվեին։ Թրամփն այս մասին հայտարարել է իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։ Այժմ գործում են կանոններ և նորմեր, որոնք արգելում են ինձ իմ թեկնածությունն առաջադրել։ Եթե նրանք ցանկանան փոխել դա, ես ուրախ կլինեմ, պարզաբանել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնեմ, նախագահի ընթացիկ նախագահական ժամկետն ավարտվելու է 2029 թվականի հունվարի 20-ին։ ԱՄՆ-ի և Չինաստանի երկու խոշորագույն դոնորների կողմից վճարումների ուշացումների պատճառով ՄԱԿ-ը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի առջև։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցրել է ՄԱԿ-ի ծախսերի լայնամասշտաբ կրճատումների։ Անդամավճարների գծով կազմակերպության ունեցած ԱՄՆ-ի պարտքը 4 միլիարդ դոլարից ավելի է։ Թրամփի վարչակազմը կոնգրեսին ծանուցել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է վճարել ՄԱԿ-ին ունեցած պարտքից 850 միլիոն դոլարը։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Իսպանիայի Վալենսիայի երկրամասում։ Կայծակի հետևանքով սկսված անտառային հրդեհի պատճառով հարակից Գատովա գյուղի բնակիչները տարհանվել են։ Խոշորածավալ հրդեհի դեմ պայքարելու համար արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման զինծառայողներ, բազմաթիվ հրշեջ ջոկատներ և ուղղաթիռներ են ուղարկվել։ Հրդեհի տարածմանը նպաստում են երաշտը և ռեկորդային բարձր ջերմաստիճանը։ Ուժեղ ամպրոպներին հաջորդած հորդորատ անձրևների պատճառով Լեհաստանի բազմաթիվ շրջաններ հայտնվել են անմխիթար վիճակում։ Երկրին պատուհասած փոթորիկը ծառեր է տապալել, տանիքներ վնասել, ջրածածկումների պատճառ դարձել։ Անբարենպաստ եղանակի պատճառով մոտ 19,400 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Տարհանվել է 12 մանկական զբոսաշրջային ճամբար։ Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի։ Խոհարարական կիրք, խիստ սովորական վախեր, երջանիկ լինելու ու մարդկային ձգտում ու քաղցր ռոմանտիկա։ Փոփի Անդերսոնի հայտնի վեպի հայերեն թարգմանված տարբերակն արդեն ընթերցողի սեղանին է, իսկ պատմության էկրանավորումը հավակնում է դառնալ այս աշնան գլխավոր սիրավեպը։ Կյանքում էլ ամեն ինչ պարզ է, ինչպես խոհանոցում, համով կստացվի այն ժամանակ, երբ չմոռանաք ավելացնել մի գդալ սեր։ Սերը, խոհանոցն ու նոր կյանք սկսելու ցանկությունը մեկ պատմության մեջ։ Նյումեգը հայ ընթերցողին է ներկայացրել գերմանացի հեղինակ Փոփի Ջի Անդերսոնի «Մի գդալ սեր» վեպը։ Բեսթսելերի սրամիտ ու ռոմանտիկ պատմության կենտրոնում հաջողակ, բայց իր առօրյայից հոգնած Միշլենյան խոհարարն է, որը ինքն իրեն վերագտնելու համար հեռանում է մեծ քաղաքից։ Ճանապարհային պատահարը նրան հասցնում է փոքր քաղաքի ընտանեկան ռեստորան, որտեղ էլ հանդիպում է ինքնուրույն համառ ու սրամիտ մի աղջկա։ Շատ լավ էսկեպիստական գրականություն, այսինքն գրականությունն է, որ պետք է կարդալ եւ կտրվել իրականությունից։ Դա սիրո պատմություն է երկու
տարբեր բնավորության եւ տարբեր անցյալ ունեցող երկու խոհարարների միջև։ Գիրքն առանձնանում է բնական ու սահուն երկխոսություններով։ Սիրավեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Ռուզան Յորդանյանը։ Հումորը շատ է, շատ սրամիտ աղջիկ է, շատ սրամիտ տղա է, հումորով հեղեղված վեպ է դա։ Այնպես որ ինձ հաջողով կկարդալ։ Արդեն սեպտեմբերին պատմությունը կհայտնվի նաև մեծ էկրանին։ Համանուն ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Մինչև պրեմիերան ընթերցողները կարող են ծանոթանալ ֆիլմի գրական սկզբնաղբյուրին, բացահայտելով, թե ինչպես կարող է պատահական հանդիպումը փոխել մի ամբողջ կյանք, իսկ երջանկության գաղտնիքը լինել ընդամենը մեկ գտալ սերը։ Ֆիլմի սցենարում գրեթե փոփոխություններ չեն եղել, փոխվել է միայն միջավայրը։ Մենք կառուցել էինք այդ մեծ ախորժակ ռեստորանը, որովհետև այդպիսի ռեստորան գոյություն չունի։ Մենք վերցրել էինք Դիլիջանում շատ գեղեցիկ մի փայտյա շինություն, որից ստացել էինք մեր ռեստորանը։ Այս ֆիլմը ազատագրումների մասին է։ Երբ մենք կարողանում ենք մեր պարտավորությունները մի քիչ թույլատրել ու սեփական ներքին ձայնին լսել, այդ ժամանակ գալիս է սերը։ Եվ սերն է գալիս եւ դու էլ կարողանում ես քո այդ մի գտալ սերը փոխանցել մյուսներին։ Ամերիկահայ երիտասարդը գալիս է Հայաստան, հայտնաբերում է գողտրիկ մի ռեստորան եւ սիրահարվում է ռեստորանի գլխավոր խոհարար աղջկան։ Այդ իմաստով սա դասական սիրային պատմություն է խոհարարների միջև։ Խոհանոցային կրքերի ու ճակատագրի անսպասելի շրջադարձերի բերումով հերոսները նորից հանդիպում են։ Մի գտալ սերը պատմություն է սեփական կյանքի վերաիմաստավորման վախերը հաղթահարելու եւ երջանկության իրական գաղտնիքը գտնելու մասին։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Ավարտված է ժամի հիմնական թողարկումը, ես ձեզ լավ երեկո եմ մաղթում եւ հրաժեշտ եմ տալիս։